Ապրիլի 24-ը ներկայացնում է ոչ միայն պատմությունը, այլև ներկան եւ ապագան։ Թուրքիան շարունակում է ժխտել հայոց ցեղասպանությունը եւ այդ ժխտումը հնարավորություն տվեց, որ Արցախի մի ամբողջ բնակչություն ստիպված լինի լքել իր տները։ Շատ կարեւոր է շարունակել պայքարը, ակտիվ մնալ, որպեսզի աշխարհում այլևս ցեղասպանություններ չլինեն։ Հայոց ցեղասպանությունը բաց վերք է։ Սա միայն հայկական ծագում ունեցող մարդկանց խնդիրը չէ։ Սա բոլորի խնդիրն է, մարդկության խնդիրը։ Երկու օր առաջ Արցախում, որը դաժանորեն հայաթափվեց Ադրբեջանի կողմից, նրանք քանդեցին մայրաքաղաքի գլխավոր տաճարը։ Դա մեզ ցույց է տալիս, որ խաղաղությունը, որը հռչակում են Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, իրական չէ։ Այն, ինչ նրանք փորձում են անել, հայ ազգին կրկին վերացնելն է, այն նպատակը, որն ունեին 1915 թվականին։ Ես երիտասարդ արգենտինացի եմ, որին շատ փոքրուց սովորեցրել եմ, որ ցեղասպանությունները պետք է մերժվեն, եւ որ հայոց ցեղասպանությունը բաց վերք է, որը միայն հայերի սերունդների խնդիրը չէ, այն բոլորի խնդիրն է։ Արգենտինան մի երկիր է, որով կարելի է հպարտանալ, քանի որ այն առաջիններից մեկն էր, որ ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Այն, որ մենք ունենք հատուկ հիշատակի օր, ունենք օրենք, ունենք կրթական ծրագրեր դպրոցներում հայոց ցեղասպանության մասին, առաջընթաց է, բայց մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ դժբախտաբար լռությունը եւ ցեղասպանությունների ժխտողականությունը դեռևս առկա են։